Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համառոտ։ Կայծակնահարության հետևանքով մահացել է զորամասերից մեկի զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Սյունիքի մարզում մոլորված եւ Ադրբեջանում հայտնված անչափահասներն արդեն Հայաստանում են։ ԱԱԾ-ն հաստատել է տեղեկությունը, նաեւ հերքել տարածված այն լուրերը, թե իբրև նրանք առևանգվել են ադրբեջանցիների կողմից։ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքից փրկարարները 75 տարեկան կնոջ դի են հայտնաբերել շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Մեղադրանքներ, վիրավորանքներ, քաղաքական սպառնալիքներ։ Դոնալդ Թրամփի եւ Իլոն Մասկի միջև հարաբերությունները օրեցօր սրվում են, վերածվելով բացահայտ հակամարտության, որն արդեն թափանցել է թե սոցիալական ցանցեր, թե քաղաքական օրակարգ եւ անգամ ֆոնդային շուկա։ Գիշերը Խարկովը ենթարկվել է ամենաուժեղ հարձակմանը պատերազմի մեկնարկից ի վեր։ Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով քաղաքում տեղի է ունեցել ավելի քան 40 պայթյուն, կան 3 զոհ, ավելի քան 20 վիրավոր։ Օրվա միջազգային անցուդարձը։ Մշակութային բացառիկ միջոցառում Երևանում դասական բալետի գլուխգործոցներից մեկի Ադոլֆ Ադանի լեգենդար Ժիզել ներկայացմամբ մեկնարկել է միջազգային բալետային երրորդ փառատոնը։ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել հայտնելով, որ հունիսի 6-ին կայծակնահարության հետևանքով մահացել է զորամասերից մեկի զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Պաշտպանության նախարարությունը վշտակցում եւ զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայեկիցներին։ Կայծակի հարվածից մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն 1 ամիս է մնացել։ Սյունիքի մարզում էլ մոլորված եւ Ադրբեջանում հայտնված անչափահասներն արդեն Հայաստանում են, տեղեկությունը հայտնել է տեղ համայնքի ղեկավարը։ ԱԱԾ-ն եւս հաստատել է տեղեկությունը նշելով, նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում մոլորվել են եւ մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։ ԱԱԾ-ից նաեւ հերքել են տարածված այն լուրերը, թե իբրև նրանք առևանգվել են ադրբեջանցիների կողմից։ Վրաստանի շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլին հունիսի 6-ին պետք է ժամաներ Երևան վրացական մշակույթի օրերին մասնակցելու համար, սակայն այցը չեղարկվել է։ Հայկական կողմը նախատեսում էր նաեւ նրա հետ քննարկել Վրաստանի տարածքով հայկական խմիչքների արտահանման հետ կապված խնդիրը։ Խնդիրը տարանցման ուշացումն է պայմանավորված ապրանքների ստուգմամբ, որի կապակցությամբ բողոքի ցույցեր են անցկացվել Երևանում Վրաստանի դեսպանատան մոտ։ Վրացական կողմը անձամբ կապ է հաստատել գերատեսչության ղեկավար Գևորգ Պապոյանի հետ ներողություն խնդրել եւ հայտնել, որ այցը չի կայանա Ֆրանսիայում նախատեսված բարձր մակարդակի նախարարական հանդիպմանը մասնակցելու պատճառով։ Նրա փոխարեն գերատեսչության ղեկավարի տեղակալն է ժամանել Երևան վրացական մշակույթի օրերին մասնակցելու համար։ Առավոտյան ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքում կնոջ դի կա։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ, փրկարարները Զորավար Անդրանիկի փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ դի։ Իսկ կեսօրին կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի խումբ կամավորականների կողմից Գլենդել Հիլզում մաքրման աշխատանքներ անելու ժամանակ մարդու գանգ է հայտնաբերվել։ Սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը։ 2000-ից 2018 թվականների ընթացքում Հայաստանի նախագահի օգնականի, նախագահի աշխատակազմի ղեկավարի, ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի ու փոխվարչապետի պաշտոնները զբաղեցրած Արմեն Գևորգյանը 5 միլիարդ դրամի չափով ապօրինի եղանակով ստացված եկամուտներն օրինականացրել է։ Պարզվել է, որ վերջինիս եւ իր մերձավոր ազգականների անվամբ 2004-ից 18 թվականների ընթացքում գրանցվել է Երևանում եւ Հայաստանի մարզերում գտնվող հիշյալ պաշտոնյային փաստացի պատկանող ընդհանուր 39 անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունք։ Բարձրաստիճան պաշտոնյայի հետ փոխկապակցված անձանց անվամբ Չեխիայի Հանրապետությունում գտնվող եւս 10 անշարժ գույքերի ընդհանուր շուկայական արժեքը կազմել է $920,000։ Բացի այդ, պարզվել է, որ նշված անձինք բանկային գործարքների եղանակով շրջանառել են դրամական միջոցներ, սակայն ինչպես գնված անշարժ գույքերի շուկայական արժեքների, այնպես էլ շրջանառված դրամական միջոցների հարաբերակցությունն էականորեն տարբերվել է նրանց կողմից ստացված եկամուտներից։ Արմեն Գևորգյանին մեղադրանք է ներկայացվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու համար։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները դադարեցվել են։ Լիազորությունների դադարեցման հիմք է մատնանշվում Պողոսյանի առողջական վիճակը, որն անհամատեղելի է դատավորի աշխատանքի հետ։ Նշենք, որ Պողոսյանի լիազորությունները փաստացի դադարեցվել են ԲԴԽ-ում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննությունից ընդամենը նորեր առաջ։ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից։ Ըստ վարույթի դատավորը 3 անձի մահվան ելքով վթարի
գործի քննությունն այնքան է ձգձգել, մինչև անցել է մեղադրյալին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը։ ԲԴԽ-ում նախատեսված է նաև Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը, որը նույնպես ներկայացվել է դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից։ Հաղորդվում է, որ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոփյանի եղբայրը Ռազմարտությունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոփյանն օգտագործելով իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ խախտել է ոլորտը կարգավորող նորմատիվ ակտերի պահանջները։ Առանց անհրաժեշտության նա նախաձեռնել է 360 միլիոն դրամի արժեքով աշխատանքների ձեռքբերման պայմանագրերի կնքում, որի արդյունքում Հայաստանի պետբյուջեի միջոցներից անհարկի հատկացվել է նշված գումարը։ Հետաքննության տվյալներով պայմանագրով նախատեսված աշխատանքների կարիք չի եղել։ Նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել 3 դրվագով։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Երևանի ավականուն դիմադիր Մայր Հայաստան խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին տուգանել է 200,000 դրամով 2024 թվականի հայտարարագրում ամուսնու եւ երեխաների տվյալները չլրացնելու համար։ Փոստանջյանը համաձայն չէ որոշման հետ, դիմել է դատարան այդ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Դատարանի վճռով Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի օրգով բնակավայրում գտնվող հատուկ պահպանվող տարածք նպատակային նշանակության 4 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ։ Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 31 միլիոն 680,000 դրամ է։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Կոտայքի մարզի Պտղնի համայնքի նախկին ղեկավար Առաքել Վիրաբյանը եւ եւս 3 անձ։ Նախկին պաշտոնատար անձը մեղադրվում է խարդախության եւ վատման եղանակներով առանձնապես խոշոր չափերով հափշտակության, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։ Ձերբակալված մյուս անձինք մեղադրվում են համայնքի նախկին ղեկավարի կողմից վերը նշված առերևույթ հանցանքների կատարման, նոժանդակելու եւ փողերի լվացման մեջ։ Քրեական վարույթն առնչվում է Պտղնի համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական եւ համայնքային 23 միավոր հողերի հափշտակությանն ու փողերի լվացմանը։ Համայնքից աճուրդով 150,000 դրամով գնված հողի մի մասը փոխանակվել է 600 միլիոն դրամ արժողության բնակարանի հետ։ Կրակոցներ են հնչել Շենգավիթ համայնքում Մանանդյան 29 շենքի բակում։ Ոստիկանները նշված շենքի փողոցային հատվածում հայտնաբերել են 2 չկրակված, մոտ 5 կրակված պարկուճներ, կրակված պարկուճի գնդակ եւ առնանման հետք։ Տարածքը սահմանազատել են պարեկները։ Տեղում պարզվել է, որ 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ դիմակավորված անձինք Կոմիտասի պողոտայում մոտեցել են օտարերկրյա քաղաքացուն եւ փախցրել նրա դստերը։ Բագրատաշենի անցակետում սակայն ձերբակալվել են երեխայի կենսաբանական մայրը, նրա ներկայիս ամուսինը եւ եւս 1 քաղաքացի։ Երեխան գտնվել է։ 10 կիլոգրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։ Այնուհետև օտարերկրյա մեկ այլ քաղաքացի տեղեկանալով 10 կիլոգրամ թմրամիջոցի գտնվելու վայրի վերաբերյալ ապօրինի ձեռք է բերել այն, սակայն Պետեկամուտների կոմիտեի եւ ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը չի իրագործվել։ Քաղաքացին ձերբակալվել է, 2 անձ կալանավորվել են։ 8-րդ դասարանի աշակերտը օդաչնշիչ ատրճանակով կրակել է թիվ 13 դպրոցի պատուհանին։ Պատանին հայտնաբերվել է եւ իրավապահների ներկայացրել օդաչնշիչ ատրճանակը։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին։ Անդրադառնանք այլ թեմաների Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ միլիարդատեր Իլոն Մասկի միջև հարաբերությունները օրեցօր սրվում են վերածվելով բացահայտ հակամարտության, որն արդեն թափանցել է թե սոցիալական ցանցեր, թե քաղաքական օրակարգ եւ անգամ ֆոնդային շուկա։ Երբեմնի դաշնակիցները հիմա փոխանակվում են մեղադրանքներով, իրավուրանքներով ու քաղաքական սպառնալիքներով, մոռանալով տարիներ շարունակ կառուցված գործընկերության մասին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա նախկին խորհրդական գործարար Իլոն Մասկի միջև առաջացած վեճը գնալով սրվում է, վերածվելով բացահայտ քաղաքական պատերազմի։ Երբեմնի մերձավոր դաշնակիցները հիմա միմյանց մեղադրում են անհարգալից վերաբերմունքի, կեղծիքի, անգամ դավաճանության համար։ Թե հրապարակային հակամարտությունն իր ազդեցությունն ունեցավ նաեւ ֆինանսական շուկայի վրա։ Ընդամենը մի քանի ժամում Տեսլա ընկերության բաժնետոմսերը կտրուկ անկում են ապրել, նվազեցնելով ընկերության շուկայական արժեքը ավելի քան 150 միլիարդ $. Այս հակամարտության պատճառը Թրամփի կողմից առաջադրված նոր հարկային եւ բյուջետային օրինագիծն է, որն անցել է կոնգրեսով ու առաջացրել Մասկի դժգոհությունը։ Միլիարդատերն այն անվանել է ղեկավարության կողմից իրականացվող քաղաքական թալան։ Կներեք, բայց ես չեմ միանում այս նախաձեռնությանը եւ դեմ եմ քաղաքական թալանով լցված այս օրինագծին, ամոթ նրանց, ովքեր քվեարկել են դրա օգտին։ Մասկը նաեւ հայտարարել է, որ նախորդ ընտրություններում Թրամփը հաղթել է իր շնորհիվ։ Առանց ինձ Թրամփը կպարտվեր ընտրություններում, դեմոկրատները կվերահսկեին ներկայացուցիչների պալատը, իսկ հանրապետականները սենատում կունենային 51 մանդատ դեմոկրատների 49-ի դեմ։ Եվ այս ամենից հետո Թրամփի քայլերը կարող են որակել միայն որպես անշնորհակալ վերաբերմունք։
Նա նույնիսկ հարցում է անցկացրել X-ի հարթակում, պարզելու արդյոք ժամանակն է Ամերիկայի Միացյալ Նահանգներում նոր քաղաքական ուժի ստեղծման, որը կներկայացնի միջին խավի շահերը։ Հարցմանը մասնակցել է ավելի քան 4.5 միլիոն մարդ, որոնցից 81%-ը կողմ է արտահայտվել։ Թրամփի արձագանքը երկար սպասեցնել չի տվել։ Նախագահը, որն առաջադրած օրինագծի քննադատությունն ընդունել է որպես անձնական հարված, դժգոհություն է հայտնել նախկին դաշնակցի պահվածքից։ Ես շատ հիասթափված եմ։ Իլոնը այս օրինագծի ներքին գործընթացները ավելի լավ գիտեր, քան այստեղ նստած ցանկացած մեկը։ Նա ամեն ինչ գիտեր, բայց հանկարծ այդտեղ խնդիր նկատեց։ Մենք հիանալի հարաբերություններ ունեինք, չգիտեմ այլևս այդպեսին կլինի, թե ոչ։ Ես զարմացած եմ։ Թրամփն ակնարկել է, որ Մասկը սկսել է քննադատել օրինագիծը միայն այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ հնարավոր է կրճատվեն էլեկտրամեքենաների արտադրությանը տրամադրվող պետական արտոնությունները։ Այս քայլը կարող է մեծ հարված հասցնել Տեսլային։ Ի պատասխան Մասկը ժխտել է, թե նախապես ծանոթ է եղել օրինագծին։ Այս օրինագիծը երբեք ինձ ցույց չեն տվել։ Այն այնքան արագ է ընդունվել, որ կոնգրեսում գրեթե ոչ ոք հնարավորություն չի ունեցել կարդալ այն։ Տրամփը ստում է։ Սակայն կողմերի միջև բախումն այսքանով չի ավարտվել, ընդհակառակը ավելի է սրվել այն բանից հետո, երբ Մասկը սկսել է հրապարակել գրառումներ, ըստ որոնց Թրամփը կապ ունի հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործի հետ։ Նա տարածել է մի տեսանյութ, որում Թրամփը Էփշտեյնի մասնակցությամբ խնջույքում է։ Թրամփի արձագանքը եղել է կտրուկ։ Իլոնը պարզապես խելագարվել է։ Բյուջեում միլիարդներ խնայելու ամենահեշտ ճանապարհը նրան տրվող սուբսիդիաներն ու պայմանագրերը դադարեցնելն է։ Միշտ զարմացել եմ, որ Բայդենը դա չի արել։ Մասկն էլ սպառնացել է դադարեցնել SpaceX-ի Dragon տիեզերանավի շահագործումը, միջազգային տիեզերակայան մարդկանց եւ պաշարներ տեղափոխելու համար։ Ըստ նրա, վարչակազմը կողմնակալ է նավթի եւ գազի ընտրություններին պահելով արտոնյալ դաշտում։ Թեև պարբերաբար շրջանառվում են տեղեկություններ, թե կողմերը հակամարտությունը հարթելու նպատակով կարող են հեռախոսազրույց ունենալ, սակայն սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լիվիտը հայտնել է, որ Թրամփը ցանկություն չունի Մասկի հետ խոսելու։ Հանրային մակարդակում հակամարտությունը շարունակվում է։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Գիշերը Խարկովը ենթարկվել է ամենաուժեղ հարձակման պատերազմի մեկնարկից ի վեր ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով քաղաքում տեղի ունեցել ավելի քան 40 պայթյուն։ Թիրախում են հայտնվել բազմաբնակարան շենքեր եւ ենթակառուցվածքներ, հարձակման ընթացքում կիրառվել են շահեդ անօդաչու թռչող սարքեր, հրթիռներ եւ կառավարվող ավիացիոն ռումբեր, կա 3 զոհ, ավելի քան 20 վիրավոր։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Ռուսաստանի օդանավականների վրա ուկրաինական վերջին հարվածները ռուսական կողմին պատրվակ են տվել վճռական պատասխան քայլերի համար։ ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ չի վախենում Ուկրաինայի պատերազմը միջուկային հակամարտության վերածելուց։ Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավար նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին Ուկրաինային մեղադրել է Ստամբուլյան բանակցությունների պայմանավորվածությունները խախտելու համար։ Մեդինսկին նշել է, որ այսօր ռուսական կողմը սկսել է մարդասիրական գործողություն իրականացնել Ուկրաինա տեղափոխելու զոհված ուկրաինացի զինծառայողների ավելի քան 6000 մարմին, նաև փոխանակելու վիրավոր, ծանր հիվանդ եւ 25 տարեկանից փոքր ռազմագերիների։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության կոնտակտային խումբը ժամանել է Ուկրաինայի հետ սահման, սակայն ուկրաինական կողմը անսպասելիորեն անորոշ ժամկետով հետաձգել է ինչպես մարմիների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը։ Ուկրաինայի համակարգող շտաբն էլ պատասխանել է ռուսական կողմին, նշելով, որ այդ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ուկրաինան համաձայնել է փոխանակմանը, սակայն Ռուսաստանը այլ ցուցակներ է ներկայացրել դիմել միակողմանի գործողությունների։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին անցած գիշեր տեղի ունեցած լայնածավալ հարձակման համար, որի հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ, տասնյակները վիրավորվել են։ Ուկրաինական տվյալներով հարվածներ են հասցվել գրեթե բոլոր շրջաններին։ Զելենսկին միջազգային հանրությանը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա։ Ռազմաօդային ուժերի տեղեկություններով գիշերվա ընթացքում կիրառվել է 407 անօդաչու թռչող սարք, 40-ից ավելի հրթիռ, որոնց մեծ մասը խոցվել է։ Կրեմլը պատերազմը Ուկրաինայի դեմ ներկայացնում է որպես գոյության հարց։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հակամարտությունն առնչվում է երկրի ազգային շահերին, անվտանգությանը եւ ապագային։ Այս հայտարարությունը հնչել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի այն արտահայտությունից հետո, որտեղ վերջինս Մոսկվայի եւ Կիևի պատերազմը համեմատել էր կռվող երեխաների հետ։ Մինչդեռ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը կրկին ավարտվել է առանց էական առաջընթացի, շարունակելով խաղաղության գործընթացի անորոշությունը։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել Ուկրաինայում ստեղծված իրավիճակից, սակայն հույս է հայտնել խաղաղ կարգավորման վերաբերյալ։ Նա նշել է, որ կարող է կոշտ լինել թե Ուկրաինայի, թե Ռուսաստանի նկատմամբ, եթե պատերազմը շարունակվի։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը եւս ընդգծել է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Ատլանտիկի տվյալներով Վաշինգտոնը քննարկում է Կիևի աջակցության դադարեցումը։ Ռիազանի մարզում Ռոսգվարդիան կանխել է ԱԹՍ-ներով նախապատրաստված ահաբեկչություն ռազմական օբյեկտի նկատմամբ։ Հանցագործը զինված դիմադրություն է ցուցաբերել եւ չեզոքացվել է։ Նրա մոտ հայտնաբերվել է մարտական փամփուշտներով հարմարեցված տրավմատիկ ատրճանակ։ Նույն տարածքում վնասազերծվել է նաեւ մարտական լիցքերով հագեցած երկու անօթաչու։ Ռոսգվարդիան հայտնել է, որ Կուրսկում եւ Բրյանսկում իրականացված 3 ահաբեկչություն կազմակերպել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները։ Եվրամիությունը քննադատել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից միջազգային քրեական դատարանի 4 դատավորների դեմ սահմանված պատժամիջոցները։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ դատարանը պատասխանատվության է ենթարկում ծանր հանցագործությունների մեղավորներին եւ պաշտպանում է զոհերի իրավունքները։ ԵՄ արտաքին գործերի ղեկավար Կայա Կալասն ընդգծել է, որ Բրյուսելը կշարունակի աջակցել դատարանի անկախությանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել այն դատավորների նկատմամբ, ովքեր օրդեր են տվել Իսրայելի վարչապետի դեմ եւ սկսել են քննադատություն ամերիկյան զինուժի ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ։ Ֆրանսիան պատրաստ է ճանաչել Պաղեստին պետությունը, հայտարարել է արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոնը, ընդգծելով, որ իր երկիրը ակտիվորեն ներգրավված է հարցի լուծման միջազգային ջանքերում։ Հունիսի 17-ից 20-ը Նյու Յորքում կկայանա իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը նվիրված միջազգային խորհրդաժողով Ֆրանսիա եւ Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ։ Քննարկվելու է Պաղեստինի ճանաչման եւ Իսրայելի անվտանգության երաշխիքների հարցը։ Ֆրանսիան համարում է Համասի զինաթափումը խաղաղության կարևոր նախապայմանն է։ Միևնույն ժամանակ Համասը հայտնել է, որ պատրաստ է հրաժարվել Գազայի իշխանությունից Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցման պայմանով։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաստատել է, որ Իսրայելը զենք է տրամադրում Գազայի հատվածում Համասին հակադրվող կլաններից մեկին։ Ըստ իսրայելական մամուլի խոսքը, հարավային Գազայում գործող խմբավորման մասին է, որը կառավարությունը դիտարկում է որպես Համասի դեմ դաշնակից։ Որոշումը հարուցել է ընդդիմության քննադատությունը։ Մեր տունն Իսրայելն է։ Կուսակցության ղեկավար Ավիգդոր Լիբերմանը մեղադրել է կառավարությանը ծայրահեղականներին աջակցելու համար, նշելով, որ ծրագիրը չի հաստատվել պաշտոնապես։ Նեթանյահուն սակայն պաշտպանել է նախաձեռնությունը այն ներկայացնելով որպես Համասին հակազդելու ռազմավարություն։ Կարճատև գովազդային դադարից հետո կշարունակենք թողարկումը։
Շարունակում ենք թողարկումը Երևանում դասական բալետի գլուխգործոցներից մեկի Ադոլֆ Ադանի լեգենդար Ժիզել ներկայացմամբ մեկնարկել է միջազգային բալետային 3-րդ փառատոնը։ Քաղաքացիներն ու մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն ունեն Թումանյանի անվան զբոսայգում ներկա գտնվելու մշակութային այս բացառիկ միջոցառմանը։ Երևանում մեկնարկեց միջազգային բալետային 3-րդ փառատոնը։ Երևանի բեմում իսկական արվեստի տոն էր։ Միջազգային բալետային 3-րդ փառատոնի վարակույրները բացվեցին բարձր արվեստի հնչյունների ներքո։ Մոսկվայի Բոլշոյի թատրոնի փայլուն կատարմամբ հայ հանդիսատեսը հնարավորություն ստացավ վայելելու դասական բալետի գլուխգործոցներից մեկը՝ Ադոլֆ Ադանի Ժիզելը, որը տարիներ շարունակ զարդարել է համաշխարհային բեմը։ Տեսել եմ իրաց փորձերը, հիացել եմ առաջի օրվանից։ Արդեն 3-րդ տարին եմ մասնակցում եմ, սա ուղղակի հիանալի է։ Մշակույթը հայ ժողովրդի կյանքում կարևորագույն դերերից մեկն է։ Անցած տարիներ էինք եկել, մեր դրու շատ էր եկել եւ որոշեցինք այս տարի գալ։ Ամեն ինչ իդեալական է կազմակերպված, թե մթնոլորտը, թե ընդհանուր ներկայացումը շատ հաճելի է։ Մեր ժողովուրդը արժան է դրան։ Արժան է եւ պետք է մասնակցեն։ Շատ երջանիկ եմ, որ այս պահը վայելում եմ բաց երկնքի տակ։ Ահագին ուրախացանք։ Բարձրաճաշակ երաժշտությամբ ներկայացումով։ Բեմում հանդես եկան թատրոնի առաջատար մենակատարները, մարմնավորելով բալետի ռոմանտիկ հերոսուհիների եւ հերոսների նրբագեղ շարժումները, որոնք համադրելով երաժշտության, բեմանկարչության եւ լույսի մոգությանը ստեղծեցին անմոռանալի երեկո։ Փառատոնի կազմակերպիչների խոսքով Ժիզելով բացումը խորհրդանշական է։ Այն ոչ միայն դասական բալետի անմահ արժեքների խորհրդանիշն է, այլև հարգանքի տուրք բալետային արվեստի ժամանակային եւ աշխարհագրական անցանելիությանը։ Թումանյանի անվան զբոսայգում այս բացօթյա տարածքում մենք միասին վայելելու ենք այն արվեստը, որը սովորաբար հասանելի է միայն աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։ Եվ ահա այդ արվեստը այժմ այստեղ Երևանի սրտում, մեր առջև առանց պատերի, առանց խոչընդոտների, ազատ ու կենդանի։ Արվեստի այս բացառիկ հանդիպումը կայանում է հենց այսօր, հունիսի 6-ին, մեր մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Եվ առավել խորհրդանշական է, որ այս տարվա փառատոնի ընթացքում Մարինյանը կներկայացնի հատվածներ Գայանե եւ Սպարտակ բալետներից, որպես համաշխարհային մակարդակի հայկական բալետային ժառանգության վառ օրինակներ։ Մշակութային այս բացառիկ միջոցառումն այս տարի եւս միավորում է բալետային արվեստի տաղանդավոր ներկայացուցիչների տարբեր երկրներից, հնարավորություն տալով հայ հանդիսատեսին ծանոթանալու ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից բալետային արտահայտչաձևերին։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Այսքանը ցտեսություն։